ցույցը նոր տեխնիկայով ցրեցիք, ուժ չկիրառվեց, ջրցաններ չկիրառվեցին։ Շնորհավորում եմ բոլորիդ անկախության տոնի կապակցությամբ եւ կարծում եմ, որ անկախության տոնը դա գերագույն արժեքն է, որ ձեռք ենք բերել։ Բոլորը քննարկեցին ոստիկանների նոր տեխնիկան, դա ջրցան չէր, բռնություն չէր, պարել, պարոն Գասպարյան։ Ինչու որոշեցիք, որ այդ մեթոդով եք ցրելու հանրահավաքը։ Դա լողանալուց հետո մի քիչ պետքա պարել։ Նորմալ է։ Այսինքն Դրանից էլ եք դժգոհ։ Այսինքն այդպես է լինելու։ Խաղվեք Ասու, Այսօր տոնը, ամենուր քաղաքականության մեջ եք, մի քիչ դուրս եկեք Պարոն Գասպարյան, դուք հետևություն արեցիք այն քննադատություններից, որ չպետք է բռնություն կիրառվի բոլոր առողջ քննադատություններից հետևություններ ենք անում, իսկ անառողջ քննադատություններին սովորեցնում ենք։ Այսուհետ ոստիկանները պարելով են ցրելու հանրահավաքը։ Եվ ոչ միայն պարելով։ Էլ ինչպես։ Երկելով նույն ցեզանգեզուրը։ Պարոն Գասպարյան, նոր սահմանադրությունից հետո երբ անցնենք խորհրդանական համակարգի, ինչ կփոխվի դրանից հետո։ Քննարկումներ են գնում։ Ես կարծում եմ, որ ինձանից լավ կարծիքներ հայտնողներ կլինեն։ Լսեք ազգային ժողովի պատգամավորներին, նրանք ավելի մոտիկ են ժողովրդին, ավելի լավ տիրապետում են, մենք օրենքի կամակատարներ։ Ընդդիմադիրներն ասում են դա իշխանության վերարտադրման համար է։ Ընդդիմադիրներն ինչ ուզում են ասում են։ Իսկ ոչի ճակատ է ձևավորվել եւ ընդվզումների ալիք է սկսվելու ինչպես Երևանում, այնպես մարզերում ոստիկանությունը ինչպես է Ամեն մարդ իրավունք ունի իր անձնական կարծիքը հայտնի։ Կլինի օրենքի սահմաններում կգնա խաղաղ։ Չի լինի օրենքների սահմաններում կպարենք։